Ողջունում եմ ձեզ բոլորիդ Հիսուս Քրիստոսի անունով։ Приветствую всех вас во имя Иисуса Христа. Թող Աստված արդարապես բոլորի բոլորին։ И пусть Господь благословит отдельно всех вас. Առավել ևս թող Աստված օրհնի մեր երիտասարդներին, И обильно благословит нашу молодежь, որ իրենք հիմի ճամբարում են, которая находится в лагере. եւ թող Աստված զորավոր ձևով կգնի իրաց ընդեր։ И пусть Господь чудесным образом, стильно коснется их. Թող իրան լցվեն Աստծո խոսքով Пусть они наполнятся Словом Бога եւ Աստծո ոգով, и Духом Господним. եւ այդ կարողը թող բերեն մեզ մոտ։ И пусть этот огонь принесут нам. Եվ իմ աղոթքը նրանում է, И моя молитва состоит в том, որ մեր ազգը երիտասարդական պարտություն ապրի, чтобы наш народ пробудился к молодежи. որ մեր երիտասարդները ոչ թե մեր գործեն, Чтобы наша молодежь не грешила, այլ նրանք Աստծուն ծառայեն։ а служили Господу нашему. Ինչ որ մենք այսօր անում ենք հարազատներս, То, что мы сегодня делаем, мои родные, մենք այդ էստաֆետի քայլիկը իրանց ենք տալու։ мы даем эстафетную палочку им. Մենք իրանք զրոյ չեն սկսի։ Они не начнут с нуля. Մենք ինչպես ճշմարիտ ծնող, Мы, как являемся настоящими родителями, մենք իրանց ոգևոր ժառանգություն կթողենք։ мы даем им наследие духовное. Ոչ միայն ֆիզիկապես ժառանգություն կթողենք, Не только физическое наследство, այլ ոգևոր։ а еще духовное. Պատկասում, ես ցանկանում եմ ձեզ բոլորին, Я желаю всем вам, որ դուք ոչ միայն ֆիզիկապես ժառանգություն թողեք, чтобы вы оставили не только физическое наследство, այլ նաև ոգևոր, а еще духовное. որտեղ մենք դա տեսնում ենք Աստվածաշնչում։ Потому что это мы видим в Библии. Մենք տեսնում ենք ինչպես հավատքի հերոսները, Мы видим, как герои нашей веры, ինչպես Հակոբոսը, как Иаков, որ արդեն գիտեն ու իրանք պիտի գնան, которые знали, когда, что они уйдут, կանչում են իրենց երեխեքին они звали своих детей, եւ ոգևոր իրենց ամեն ինչ ինչ որ պետք էր ասում են։ и они говорили им духовно, Ժառանգություն էին թողում ոգևորի մեջ։ оставляли духовное наследство им. Ինչպես Իսահակը Հակոբոսին օրնեց, Как Исаак благословил Иакова, ոգևոր ժառանգություն թողեց իրան։ то есть оставил духовное наследство ему. Հակոբոսը նույնը արեց իր երեխեքի վրա։ Иаков также сделал для своих детей. Նենց որ մտածի, Так что подумай, ինչ կասեիր դու что бы ты сказал քո երեխեքին։ своим детям? Ինչ կլիներ քո վերջին խոսքը։ Что Քո երեխեքին։ бы являлся последним словом для твоих детей? Ցավոք սրտի շատերը К сожалению, очень многие, իրենք փոքր երեխու պես են պահում։ они себя ведут как младенцы. Վերջին որ ասում են ինչքան մեծանում այնքան երեխայի նման է դառնում։ Как говорится, чем старше, тем становятся младенцем. Բայց հոգևոր այդ մարդիկ մենք տեսնում ենք, Но мы видим, что духовные люди, իրանք ինչքան մեծանում հասունանում են։ чем они становились старцами, тем они возрастали. Ավելի ավելի օրինակի պատճառ են դառնում։ Более и более становились как примером. Եվ մարդիկ նայելով այդ մեծերին ուզում են իրանց նմանվել։ И когда люди смотрели на старцев, они хотели быть такими же. Եվ հասկանում են, որ այդ մեծը հիմի շատ մեծ օրնված խոսքեր ասում իրանց։ И они понимали, что старец, который говорил с ними, говорил очень благословенные слова. Աստված թող փառավորի։ Пусть Бог прославится. Այսօրվա այն խոսքս, որ ուզում եմ ձեր հետ կիսվեմ, Сегодняшнее слово, которое я хочу поделиться с вами, կոչվում է այսպես մեծամեծ պարգևը։ называется величайший дар. Ամեն մեկիս համար, ընդհանրապես ամեն մի մարդու համար։ Для каждого из нас и вообще для каждого человека, Այս աշխարհում որ ապրում է, который живет в этом мире, որ մոտիկանան ամեն մեկին հարցնես, если мы приблизимся и спросим каждого, ու ասես ինչ է քո համար այն պարգևը նվերը, որ դու կասես այս ինչ մեծ նվեր է։ и если мы спросим, что является для тебя самым величайшим подарком, который ты можешь сказать, какой большой подарок. Գիտես մեկը կարող ասի, «Այ մեկը որ ինձ տունն ա իրել, ասես ինչ մեծ նվեր արեց»։
Один может сказать, если я получу подарок дом, то я скажу, какой большой подарок ты мне Մյուսը сделал. կարող ասի ավտոմեքենա։ Другой может сказать автомобиль. Այն մյուսը կարող ասի, որ մի հատ մարդ որ գտնեի, այդ շատ մեծ պարգև կներ Աստծոց։ Третий может сказать, если бы я нашел человека, то для меня это мужа, то для меня это величайший дар. Կամ կնոջ։ Или жену. Ամեն մեկը մի պատասխան կտար։ Каждый из нас дал бы какой-то ответ. Եվ միանգամից ես ուզում եմ, որ մենք անցնենք Աստվածաշնչի։ И я хочу, чтобы мы сразу перешли к Библии. Եվ Գործ առաքելուց երկրորդ գլխի այսօր կկարդանք 38 եւ 39 խոսքերը։ И мы сегодня прочитаем Деяния 2 глава, 38-39 стих. 38-րդ խոսքը այսպես ասում. Պետրոսն նրանց ասեց. Ապաշխարեցեք եւ ձեզանից ամեն մեկը թող մկրտվի Հիսուս Քրիստոսի անունով, մեղքերի թողության համար եւ Սուրբ Հոգու պարգևը կընդունեք։ В 38 стихе говорится о сём. Петр же сказал им: покайтесь, и да крестится каждый из вас во имя Иисуса Христа для прощения грехов и получите дар Святого Духа. Ես ուզում եմ, որ ձեր ուշադրությունը դուք դարձրեք նրան, Я хочу, чтобы вы ваше внимание направили на то, որ Պետրոսը ստեղծի մեծ Աստվածավախ մարդկանց, что Петр говорил богобоязненно людям. որտեղ նույն այդ երկրորդ գլխի 5-րդ խոսքում Потому что в том же главе 5 стихе ասում է, եւ Երուսաղեմում բնակված էին հрьяաներ, Աստվածավախ մարդիկ, երկնքի տակի ամեն ազգերից։ что в Иерусалиме же находились иудеи, люди набожные из всякого народа под небесами. Պետրոս դիմեց հավատացյալ մարդկանց։ То есть Петр обратил внимание к набожным людям. Եվ նրանց հայացքը ուղղեց դեպի ուրիշ ուղղության։ И их взгляд направил на другое. Եվ ասեց հարազատներս, դուք բոլորդ սեղեկել եք Աստվածավախ մարդ եք, И сказал: родные мои, вы все здесь собрались и все вы набожные, բայց ասեց ապաշխարեցեք։ но покайтесь. Եվ ձեզանից ամեն մեկը թող մկրտվի Հիսուս Քրիստոսի անունով։ И каждый из вас пусть крестится во имя Иисуса Христа. Պետրոսը հեթանոսներին չդիմեց այդ խոսքով։ Петр не обращался к язычникам. Պետրոսը դիմեց Աստվածավախ մարդկանց, որոնք եկել էին Զատիկի։ Петр обращался к набожным людям, которые пришли на Пасху. Պատկերացրեք գառները պատրաստ բռնած կանանց են, որ պիտի մատաղ բերեն Տիրոջը։ Представьте себе, что они стоят с овцами, которые должны принести в жертву Иисусу Христу. Եվ Պետրոսը Սուրբ Հոգով լցված ասում է՝ ապաշխարեցեք։ И Петр, наполненный Духом Святым, сказал: покайтесь. Ամենամեծագույն պարգևը հարազատներս, Самый величайший дар, որ Աստված տվեց մարդկությանը который Бог дал людям իրանց փրկության համար, для их спасения, դա Հիսուս Քրիստոսն էր։ это Иисус Христос. Էդրանից թանկ ոչ մի բան չուներ Աստված, որ քեզի տար։ И больше дорогого подарка Господь не имел, чтобы предоставить тебе. Եվ Սուրբ Հոգին Պետրոսի շուրթերով ուզեցավ էդրանց հայացք ուղղի։ И Дух Святой через уста Петра хотел направить взгляд их Ցույց տա այդ պարգևը, и показать этот дар, որ այդ պարգևը դուք պիտի ստանաք, что этот дар вы должны получить. բայց որպեսզի ստանաք, ձեզ ապաշխարել է պետք։ Но для того, чтобы вы получили, вам нужно покаяться. Որտեղ դրանից բարձր Հիսուսը ոչ մի բան չուներ, որ տար։ Потому что превыше этого дара у Иисуса не было, чтобы отдать. Ինքն էր։ Он сам являлся этим даром. Ուրիշ եթե ինքը կարողանար աստղերը տար, կտար։ Если бы он мог отдать звезды, то бы он отдал. Որտեղ գիտեք Աստվածաշունչը ասում է, Потому что Библия говорит, 4 գլխի 12-րդ խոսքում Գործ առաքելոցի։ Деяния 4 глава, 12 стих. Եվ մի ուրիշ ոչ մեկով փրկություն չկա, որովհետև ուրիշ անուն էլ չկա երկնքի ներքև մարդկանց տրված, որով կարելի է մեզ փրկվել։
Ибо нет другого имени под небом, данного человеку, которому надлежало бы нам спастись. Ապաշխարությունը միակ ճանապարհն է, որով դու կարող ես Քրիստոսին ստանաս։ Покаяние является единственным путем, которым ты можешь приобрести Иисуса Христа. Ուրիշ ճանապարհ չկա հարազատներս։ Нет другого пути. Այդ ամեն Աստված մեզ կոչ անի։ Поэтому Господь нас призывает. Ոչ թե մի անգամ 10 տարի առաջ ապաշխարել եմ, այդ ապրել եմ ոնց ուզել եմ։ Не то, что 10 лет тому назад я покаялся и живу так, как я хочу. Այլ ես ամեն օր ապրեմ ապաշխարության կյանքով, Чтобы я каждый день жил покаянием. որովհետև Պետրոսի շուրթերով Սուրբ Հոգին է դիմում այդ աստվածավախ մարդկանց։ Потому что через устав Петра к этим намощным людям Дух Святой Ապաշխարեցեք, призывал их покаяться, որ ամենաթանկ պարգևը կարողանաք ստանալ։ чтобы получили самый величайший дар. Այդ մեծագույն պարգևը կարողանաք դուք ստանալ, որը Քրիստոսն է։ Этот величайший дар, чтобы вы могли получить, который является сам Иисус Христос. Որովհետև ուրիշ ճանապարհ չկա վերստին ծնվելու համար։ Потому что нет другого пути, чтобы нам получить рождение свыше. Ուրիշ ճանապարհ չկա հարազատներս։ Нет другого пути. Որտեղ ապաշխարությունն է, որ բացում է դուռը Քրիստոսի համար։ Только покаяние, которое открывает дверь для Иисуса Христа. Եվ առանց Քրիստոսի չկա վերստին ծնունդ։ И нет рождения свыше, как только через Иисуса Նորից Христа. ասեմ, հարազատներս, առանց մեր Տեր Հիսուս Քրիստոսի վերստին ծնունդ չկա։ Еще раз я вам проговорю, что кроме Иисуса Христа нет другого пути для рождения свыше. Որտեղ ուրիշ անուն չկա երկրագնդի վրա, երկնքում երկրի տակ։ Потому что нет другого имени на земле, над землей и под землей, Որ կարողանա մեզ փրկի։ который мог бы нас спасти. Ոչ ոք չի կարող մեզ փրկի, եւ վերստին ծնունդ տա։ Никто не может нас спасти и дать рождение свыше. Որտեղ եթե մենք վերստին չծնվենք, Потому что если мы не родимся свыше, մենք Աստծո արքայությունը չենք տեսնի։ мы не унаследуем Царство Небесное. Պատկերացնում եք, Աստված ամենաթանկը, ամենամեծագույն պարգևը մեզ տվեց։ Представляете, что Господь самый величайший и дорогой дар отдал нам, Որպեսզի մենք կարողանանք վերստին ծնվել чтобы мы могли родиться свыше, եւ կարողանանք Աստծո արքայությունը ունենալ։ и чтобы мы могли зайти в Царство Небесное. Որտեղ Հիսուս Քրիստոսը Հովհաննես ավետարանի 3-րդ գլխի 3-րդ խոսքում այսպես ասեց. Потому что в Евангелии Иоанна 3 глава 3 стих говорится об этом. Հիսուսը պատասխանեց եւ ասեց նրան. Ճշմարիտ ասում եմ քեզ, եթե մեկը վերստին չտնվի, կարող չէ Աստծո արքայությունը տեսնել։ Иисус сказал ему в ответ: истинно, истинно говорю тебе, если кто не родится свыше, не может увидеть Царствие Божие. Հայրենից հայրենը ուղղական։ Перевожу с армянского на армянский. Հիսուս Քրիստոսի բառերը։ Слова Иисуса Христа. Ասում է, եթե դու վերստին չծնվես, Если ты не родишься свыше, դու Աստծո արքայությունը չես տեսնի։ ты не можешь увидеть Царствие Божие. Այդ համար ինչպես Աստծո խոսքն ասում է, մի խաբվեք, սիրելի եղբայրներ։ Поэтому, как слово Господа говорит, не обманывайте себя, братья. Այդ համար մենք պետք է ապրենք ապաշխարության կյանքով։ Потому что поэтому мы должны жить жизнью покаяния. Մենք մեզի չպետք է խաբենք։ Мы не должны сами себя обманывать. Բայց ես 20 տարի առաջ ասել եմ կներես Հիսուս։ Что 20 лет тому назад я сказал: прости Այն меня, 20 տարի Господь. առաջ էր։ Это было 20 лет тому назад. Այն փաստը 20 տարվա փաստ է։ Это было Ֆակտ։ факт 20 лет тому назад. Այսօր պետք է ապաշխարես։ Мы сегодня должны покаяться. Այսօր պիտի դու մաքրվես։ Сегодня мы должны очиститься. Այսօր նորից դու պիտի գաս ապաշխարությունով եւ նորից այդ պարգևը վերցնես։ И сегодня мы должны прийти с покаянием и снова приобрести этот дар. Որտեղ ինչպես ասում է Եբրայեցիս գիրքը, Потому что, как говорится, книга Евреев, ասում է ամուր բռնիր։ говорится, крепче держи Ան ինչ որ ունես, то, что ты имеешь. ոչ
չգողանան քեզանից։ чтобы не украли от тебя. Որովհետև միայն ապաշխարությունն է։ Потому что только покаяние, Ապաշխարության միջոցով մենք ստանում այդ պարգևը только через покаяние мы получаем этот дар մեր Հիսուս Քրիստոսին։ нашего Иисуса Христа. Որտեղ եթե մենք Հիսուս Քրիստոսին չստանանք, Потому что если мы не получим Иисуса Христа, մենք մյուս պարգևը չենք ստանա։ мы другой дар не можем получить. Առանց Տեր Հիսուս Քրիստոսի Только без Иисуса Христа ոչ ոք никто չի կարող не может Սուրբ Հոգու պարգևը ստանալ։ получить дар Духа Святого. Ես ուզում եմ, որ դուք այսօր դա հայտնություն ստանաք։ Я хочу, чтобы у вас было откровение сегодня. Եթե մի մարդ Если один человек, Հիսուսի Տեր չի դավանում который не признает Иисуса Христа Господом своим եւ վերստին ծնված չի, и не родился свыше, ինքը չի կարող այդ մեծագույն պարգևը ստանալ Հիսուս Քրիստոսից։ он не может унаследовать от Иисуса Христа дар величайший Дух Святого. Ինքը Սուրբ Հոգին չի ստանում։ Он не получит Духа Святого. Այդ համար ապաշխարությունը հարազատներս, Поэтому покаяние, мои родные, որտեղ ապաշխարության միջոցով потому что через покаяние մենք ստանում ենք Քրիստոսին, мы получаем Иисуса Христа. Հիսուս Քրիստոսի հետ միասին С Ним, с Иисусом Христом, մեղքերի թողություն ենք ստանում мы получаем прощение грехов եւ վերստին ծնունդ ենք ստանում и получаем рождение свыше, եւ փրկություն ենք ստանում։ и получаем спасение. Հակառակ չի աշխատում։ Наоборот, не работает. Կամ անգամ երկինք հետո կապաշխարեմ։ Зайду в Царствие Небесное, а потом покаюсь. Ոչ, Нет. այսօր ես պիտի ապաշխարեմ, Сегодня я должен покаяться, որ ես այդ մեծագույն պարգևը ստանամ Աստծուց։ чтобы получил этот величайший дар от Господа. Ամեն մարդ, Каждый человек, որ դատաստանի Տիրոջ առջև կկանգնի, когда станет перед судом Господа, ամենառաջի հարցը կլինի այդ մարդուն, первый вопрос, который будет к нему: ինչու դու չընդունեցիր այդ Почему? մեծագույն պարգևը։ почему ты не принял этот величайший дар? Ամենաթանկը ես ինչ ունեի տվեցի, Самое драгоценное, которое было у меня, я отдал тебе. ինչու մերժեցիր, Почему ты отрекся? ինչու թողեցիր կեսից հեռացար, Почему ты оставил на половине и отошел? ինչու այդ գանձը ճանապարհի կեսին քցեցիր, Почему этот величайший дар ты выкинул на полпути? ինչու միջև վերջ այդ գանձը չպահեցիր քո սրտում, Почему не до конца в своем сердце не удержал этот дар? որտեղ ինչպես ասում է իմաստուն Սողոմոնը, Потому что, как говорит мудрый Соломон, գործի վերջը конец дела սկզբից լավ է, хорошо начало. որտեղ նշանակություն չունի ոնց ես դու ընդունել, Потому что не имеет значения, как ты принял. ավելի նշանակություն ունի ինչպես դու այդ գանձը պահեցիր միջև վերջ, Более имеет значение, как ты его донес до конца. ինչպես Պողոս առաքյալը ասեց, Как Павел сказал, իր վերջի թղթում երկրորդ Տիմոթեոսի մեջ, сказал в последнем его книге, 2 Тимофея, հավատքը սպահեցի, веру свою удержал, գործը սպահեցի, արեցի, дело мое сделал, այժմ սպասակ է սպասում։ а сейчас ждет меня венец. Ձեր բերելով այդ մեծագույն պարգևը, Приобретя этот величайший дар, դու միայն այն ժամանակ կարող ես ստանալ նրանից ты только тогда можешь получить от него այն մեծագույն պարգևը, որ Աստված տվեց մարդկությանը եւ եկեղեցուն, тот величайший дар, который Господь отдал человечеству и церкви, Սուրբ Հոգի, Духа Святого, որը քեզ կառաջնորդի, который тебя направит, որը քեզ կմխիթարի, который тебя утешит, որը քեզ կվարդապետի, который тебя наставит. եւ մի բան ասեմ, ոչ մեկին չասեք։ Я одно скажу, никому не говорите. Եփեսացիս թղթի մեջ Ефесянам
Պողոս առաքել էսպես ասում, Павел апостол говорит о следующем. մի նեղացրեք Սուրբ։ Не обижайте Духа Святого. Դա մեծագույն բարգև է Քրիստոսից տված մեզ։ Это величайший дар от Иисуса Христа. Այսօր եթե մեկը քեզ ինչ-որ մի թանկարժեք ադամանդի քար տա, Если сегодня кто-то даст тебе камень драгоценный, ասենք մի 10 միլիոն դոլարի արժեքություն ունի։ который имеет цену 10 миллионов долларов, Ես համոզված եմ, я уверен, որ դու տունը որտե պատահին դե չես գցի։ ты дома не поставишь его, где попало, Եվ գրպանում դեր ոնց պատահի չես գցի։ и в кармане, где попало, не поставишь. Որտեղ դու հասկանում ես, էսի թանկարժեքություն է, էսի գին ունի։ Потому что ты понимаешь, что это драгоценное имеет большую цену. Ու դու յուրահատուկ ձևով կպահես իրան։ И ты сверхъестественным образом будешь его хранить. Այդ ադամանդից թափ Հիսուսն է։ Дороже этого адаманта Иисус Христос. Որտեղ այդ ադամանդը կորցնես, կյանքը չես կորցնի։ Потому что если ты потеряешь алмаз, бриллиант, то ты жизнь не потеряешь. Բայց եթե Քրիստոսին կորցնես, Но если потеряешь Иисуса Христа, կյանքը կկորցնես։ ты потеряешь свою жизнь. Գիտեք ինչպես Դավիթ ասեց, Знаете, как сказал царь Давид, երբ որ ինքը մեղանչեց, когда он согрешил, եւ Աստված ասեց, ես ուզում եմ քեզ պատժեմ, и когда Господь сказал, я хочу тебя наказать, ինքը ասեց, ոնց ուզում ես պատժի ինձ Տեր։ он сказал, как хочешь, накажи меня, Господь. Միայն մի բան եմ խնդրում, Только одного прошу тебя, Սուրբ Ոգին ինձանից մի վերցրա։ Духа Святого не отнимай у меня. Ուզում ես կյանքս վերցրա Տեր։ Хочешь, возьми мою жизнь, Ինչպես կանենում ես պատժի ինձին, как хочешь, накажи меня, բայց խնդրում եմ քեզ, но прошу тебя, Սուրբ Ոգին ինձանից մի վերցրա։ Духа Святого не отнимай. Մենք այնքան ենք սովորում այդ թանկարժեքությունների, Мы настолько привыкаем к этим драгоценностям, որ ցավոք սրտի ասում եմ, մենք շատ ժամանակ արհամարհանքով ենք։ что, к сожалению, мы часто с небрежением относимся к этому. Չենք գնահատում, Мы не ценим это. արհամարհում ենք։ Мы небрежно относимся к Ասած этому. Հովջանի չես ասում, երբ եմ ես Հիսուսին արհամարհել։ Ты скажешь, пастор, это когда я небрежно относился к Иисусу Христу. Այն ժամանակ, երբ որ Աստված քեզ կանչում է, որպեսզի դու ընտրություն անես, Աստծո խոսքը կարդաս, կամ աղոտ կանես, կամ քո գործերով TikTok-ում նստես։ Ты тогда небрежно относишься, когда Господь тебя призывает, чтобы ты читал Библию, или молился, или делал его дела, а ты сидишь в ТикТоке. Այդ ժամանակ դու իրան արհամարհում ես։ В это время ты его просто игнорируешь. Տերն ասում է, ես ուզում եմ քո հետ խոսալ իմ գանձ։ А Господь говорит, я хочу с тобой поговорить, моя драгоценность. Դու իմ գանձ երեխեն ես։ Ты мое драгоценное дитя. Դու ոչինչ չես, Ты не просто так. Դու գանձ ես ինձ համար։ Ты драгоценный ребенок для меня. Ես այնքան եմ քեզ սիրում, եկել եմ իմ կյանքը տվել եմ։ Я настолько тебя люблю, что пришел и отдал свою жизнь. Եվ ուզում եմ քո հետ շփում ունենալ։ И я хочу иметь с тобой общение. Հարկ Հիսուսին։ Слава Господу нашему Иисусу. Եթե այսօր դու զգում ես կոչ, Если ты сегодня чувствуешь призыв, եւ դու վերստին ծնված ես, и если ты рожден свыше, եւ դու ունես Սուրբ Հոգին, если ты имеешь Духа Святого, այս բոլորը քեզ է հաղթ։ это все принадлежит тебе. Ինչպես ասեցի, Գործ առաքելոց 2 գլխի 39-րդ խոսքում, Как я уже сказал, что в 2 главе 30, Деяния 2 глава 39 стих, Սուրբ Հոգին ասում է մեզ։ Дух Святой говорит нам, Ոչ թե Պետրոսն է հիմա խոսում, Սուրբ Հոգին է խոսում է։ сейчас не кто-то с нами говорит, а Дух Святой с нами говорит. Որտեղ Պետրոսի մի երկնքում է, Потому что Петр уже на небесах. Սուրբ Հոգին է խոսում այսօր մեզ հետ։ Сегодня с нами говорит Дух Святой. Ասում է, որովհետև ձեզ եւ ձեր որդկանց համար է այս խոստումքը, եւ այն ամենին հեռավորի համար, որոնց մեր Տեր Աստվածը կկանչի։
Ибо вам принадлежит обетование и детям вашим, и всем дальним, кого не призовет Господь Бог наш. Ումն են այդ խոսմունքները, Кому принадлежат эти обещания? մեզ և մեր երեխաներին։ Нам и нашим детям. Հարազատներս Պետրոսը դիմեց աստվածավախ մարդկանց, Родной мой Петр обратился к набожным людям և ասեց, и сказал, որ դա պատկանում է ոչ միայն քեզ, այլ նաև քո սերունդի։ что это принадлежит не только тебе, а твоему потомку. Այսօրվա իմ կոչը նրանում է, Сегодняшний мой призыв в том, որ դու հայտնություն ստանաս, чтобы ты получил откровение, որ Հիսուս Քրիստոսը միայն քո համար չի, что Иисус Христос не только для тебя, և Սուրբ Հոգին միայն քո համար չի, и Дух Святой только не для тебя. քո և քո սերունդի համար է։ Это для тебя и для твоего потомка. Եթե դու այսօր հանձնվել ես, Если ты сегодня զգաս, сдался և ասում ես իմ երեխեքն ու իմ ամուսինը փրկվող պատուղը չէ, и скажешь, что мои дети и мой муж не спасутся, անհնարին է։ это невозможно. Իմ եղբայրն ու մայրը չեն փրկվի, դա անհնարին բան է։ Что мой брат и моя мама не спасутся, это невозможно. Ու դու արդեն հանձնվել ես, И ты просто сдался. աղքավոր ես փրկվել։ Ну, главное, чтобы я спасся. Ես Հիսուս քո հետ ես գնում եմ, ես փրկվել։ Я, Иисус, иду за тобой, и главное, чтобы я спасся. Բայց Պետրոս առաքյալը ասում է, Но Петр апостол говорит, ասում է դա քո եւ քո սերունդի համար է այդ խոսմունքները, что принадлежит эти обетования и для тебя, и для твоих детей. որտեղ Աստված կամենում է քեզ ոչ միայն քեզ տեսնի երկնքում, Потому что Господь хочет не только тебя увидеть, այլ քո ամուսնուն, и твоего мужа, քո երեխաներին, и твоих детей, քո մորը, քո եղբայրներին, твою маму, твоих братьев, քո հարազատներին ուզում են քնտեղ երկնքում տեսնի, твоих родственников, кто хочет там увидеть. ուզում ես դու տեսնես, թե ոչ, դա է հարցը, Хочешь ли ты увидеть их или нет? մի հանձնվիր, Не сдавайся. եւ ասում է բոլոր նրանց, И говорит всем тем, ոչ միայն քո որդկանց համար է դա, не только для твоих детей, այլ ամեն հեռավորի համար, որոնց մեր Տեր Աստվածը կկանչի, и всем дальним, кого не призовет Господь Бог наш. դարձիր Տիրոջ ձայնը այն սերունդների համար, այդ հեռավորների համար, Стань голосом Бога для всех дальних, որ Աստված նրանց կանչի, чтобы Господь призвал их. ոչ թե անցիր, Не просто пройди. գիտեք ոնց որ Սամարացու պատմությունը, բարի Սամարացի, առակը Հիսուսը հենց այնպես չպատմում է, Как притча о самарянине. Не просто так Иисус его рассказал. ցավոք սրտի երկու ծառայողներ Աստվածապաշտող մարդիկ, К сожалению, два набожных богослужителей ձեռները գրպանին անցան այդ մարդու կողքով, просто прошли мимо, ничего не делали. բայց այդ Սամարացին դարձավ Աստծո ձայնը այդ մարդու համար, А самарянин стал голосом Господа для этого человека. դարձավ Աստծո ձեռքերը այդ մարդու համար, Стал руками Господа для этого человека. դարձավ Աստծո օգնությունը այդ մարդու համար, Стал Божьей помощью для этого человека. եւ ամեն հեռավորի համար, որոնց մեր Տեր Աստվածը կկանչի, И для каждого дальнего, кого призовет Господь наш Бог. թշնամին ամեն բանանում է, Враг все делает для того, чтобы եւ նրա ցանկությունն է, и его желание, եւ ամեն խափում է, ամեն ձևանում է, он обманывает и все угодно делает, որպեսզի դու չփրկվես, чтобы ты не спасся. բայց տեսնելով որ ոչինչ չի կարողանում քեզ կանգնեցնելու համար անի,
Но увидев, увидев на то, что он не может ничего сделать для того, чтобы тебя остановить, Ասում լավ, դու փրկվի։ говорит, ладно, ты спасешься, Բայց քո երեխեքը, но твои дети, քո ունեցվածքը, твое имущество, քո ամուսինը, քո եղբայրները իրանք թողի մոտ լինեն։ твой муж, твои родные, пусть останутся у меня. Դու գնա քո Կիրակի օրը հաշտի ասած։ Ты иди свое воскресенье, служи Господу. Դու գնա փրկվի, բայց ես բոլորը ինձ եմ պատկանում։ Ты иди спасайся, но это все принадлежит мне. Գիտեք, ոչինչ չի փոխվել այս աշխարհի մեջ։ Знаете, ничего не поменялось в этом мире. Այդ նույն բանը Փարավոնը ասում էր Մովսեսին։ Это то же самое говорил фараон Моисей. Ոչինչ չկարողացա քեզ անեմ։ Ничего я не смог с тобой сделать. Բայց թող քո սերունդը մնա ինձ։ Но пусть твои потомки останутся у меня. Եվ ինձ Սարայի։ И служили мне. Բայց Մովսեսը Սուրբ Հոգով ասեց այդ Փարավոնին։ Но Моисей Духом Святым сказал фараону. Ելից գրքի 10-րդ խոսքը։ Եվ Մովսեսին եւ Ահարոնի Փարավոնի մոտ դարձրին եւ նա ասեց նրանց. գնացեք, պաշտեցեք ձեր Տեր Աստծուն, որոնք են գնացողները։ Եվ Մովսեսը ասեց. մեր երիտասարդներով եւ մեր ծերերով են գնալու, մեր տղերքով եւ մեր աղջիկներով, մեր հոտերով եւ մեր աճառներով են գնալու, որտեղ Տիրոջ տոնն է մեզ համար։ Об этом говорится в Исходе 10 глава с 8 по 10 стих. И возвратили Моисея и Аарона к фараону. Фараон сказал им: пойдите, совершите служение Господу Богу вашему, кто и кто пойдет. И сказал Моисей: пойдем с малолетними нашими, и стариками нашими, и сыновьями нашими, и дочерями нашими, и с овцами нашими, и с волами нашими пойдем, ибо у нас праздник Господу. Ես ուզում եմ հարազատներս, Я хочу, мои родные, որ դուք էլ այդպես Սուրբ Հոգով լցված Մովսեսի պես ասեք այս աշխարհի Փարավոնին։ чтобы вы, наполнившись Духом Святым, сказали фараону этого мира, Այդ խոսմունքները իմ համար են։ что эти обетования для меня. Ես գնալու եմ իմ Տիրոջը պաշտել, Я пойду и буду служить моему Господу իմ տղերքով, с моими сыновьями, իմ աղջիկով, с моими дочерями, իմ ամուսիններով, с моими мужьями, իմ եղբայրների հետ, с моими братьями, իմ մոր, իմ ծերերով եւ մեծերով, с моими стариками и с моими իմ հոտերով եւ աճառներով եմ գնալու, с моими овцами и с моими волками, որովհետեւ իմ Տիրոջ տոնն է։ потому что праздник моего Господа. Մենք միասին ենք գնալու Տիրոջը։ Мы пойдем все вместе Մի կճղակենք քեզ սատանա չենք թողելու։ и ничего не оставим. Այն մի կոպեկների չի ծառայելու քեզի։ Ни одна копейка не будет служить для тебя. Ինչ որ ունեմ այդ ոչխարները, աճառները, տունաստեղս Տիրոջն է ծառայելու։ Все, что я имею, овцы, волы и все, будут служить Господу. Եվ տեսեք Փարավոնը ինչ է ասում։ И смотрите, что отвечает фараон. Այս նույն գլխի 10-11 խոսքում։ В этом главе 10-11 стих. Ասում է եւ նա ասեց նրանց. Ուրեմն Աստված ձեզ հետ լինի, ինչպես որ ես ձեզ եւ ձեր երեխաներին կարձակեմ։ Զգուշացեք, ըստ որում չարիք կամ ձեր առաջին։ Ոչ, այդպես այլ դուք մարդիկները գնացեք եւ Աստծուն պաշտեցեք, որովհետեւ дուք այդ եք ուզում եւ Փարավոնի առաջից դուրս արին նրանց։ Фараон сказал им: пусть будет так, Господь с вами. Я готов отпустить вас, но зачем с детьми? Видите, у вас худое намерение. Нет, пойдете одни мужчины и совершите служение Господу, так, как вы сегодня просили, и выгнали их от фараона. Ոչինչ չի փոխվել հարազատներս։ Ничего не поменялось. Այդ Փարավոնը սատանայի հոգով լցված Фараон, который был наполнен духом сатаны, ասեց ոչ, сказал: нет, դու գնացեք, вы идите, թող ձեր սերունդը մնա, пусть ваши потомки останутся. ինչ ունեք թող մնա իմ մոտ,
все, что вы имеете, пусть останется у меня. Դուք եթե կպաշտեք կմեռնեք ձեզանով կպրծնի հավատքը։ Вы пойдете, прослужите, и с этим закончится ваша вера. Բայց Մովսեսը չհամաձայնվեց, Но Моисей не согласился. ասեց ոչ, Сказал нет. Փարավոն, Сказал фараон, ես քեզ ասում եմ, ես իմ տղեկով իմ աղջիկների հետ եմ գնալու։ что я пойду с моими детьми, с моими сыновьями и дочерями, Ես իմ ծերերով եմ գնալու։ со своими стариками, Իմ մեծերի հետ եմ ես գնալու։ со своими старцами. Ինչ որ ունեմ եմ վերջի կոշիքսել եմ, վերջնելի էտրանով եմ գնալու Տիրոջս պաշտել։ Все, что я имею, последнюю обувь, с этим я пойду и буду прославлять Бога. Ոչինչ չունեմ քեզ թողել։ Ничего я не имею для того, чтобы оставить тебе. Ինչպես Հիսուս ասեց, Как сказал, ոչինչ չունեմ ես սատանայի հետ։ как сказал Иисус, я ничего общего не имею с сатаной. Ես ոչինչ չունեմ նրա հետ։ Я ничего не имею с ним. Այդպես էլ մենք պիտի լինենք հարազատներս։ Так же и мы должны быть, мои родные. Եկեք ոտքի կանգնենք։ Давайте встанем на ноги Եվ մեր աղոթքը բարձրացնենք դեպի մեր Տերը։ и наши молитвы принесем до Господа. Դա էլ Աստծուց տված մեծ պարգև է, որ դու այսօր հնարավորություն ունես քո ձայնը բարձրացնես եւ Տիրոջ հետ խոսես։ И это является даром Господа, когда ты можешь свой голос поднять и поговорить с Господом. Դու դա ունես, որովհետեւ Հիսուս ունես։ Ты это можешь, потому что ты имеешь Господа Иисуса Христа. Եվ քեզ լսող կա։ И есть слушающий тебя. Գիտեք ինչպես մենք առակը, ոչ թե առակը, ինչպես ասացված ունենք։ Знаете, мы имеем притчу, Ասում է լսող, ասողին լսող է պետք։ что говорящему слушающий нужен. Արդեն մեր Տեր Հիսուս Քրիստոսի, Слава нашему Господу Христу, որ մեզ լսող կա, что Он слышит нас, որ մենք անխոս քարի փետի հետ չենք խոսում։ что мы говорим не просто так с камнем. Մենք գորքերի հետ չենք խոսում անխոս։ Мы не говорим с умерами, которые не могут говорить и слышать. Ուզում եմ, որ մենք այսօր մեր աղոթքը բարձրացնենք հարազատներս։ И я хочу, чтобы мы сегодня наши молитвы подняли. Ու աղոթքի ժամանակ ուղղակի դու քո սրտում И во время молитвы в своем сердце ասա Տիրոջը։ поговори с Господом. Ինչպես Հեսուն ասեց Как сказал Հիսուսն։ Иисус Навин. Ես եւ իմ Տեր իմ տունը Տիրոջն ծառայել եմ։ Я и мой дом будут служить Господу. Իմ տղերքով եմ գնալու, իմ ամուսնու հետ եմ գնալու։ С моими сыновьями, с моим мужем пойду. Ես չեմ հանձնում, սատանան քեզ տալը բան չունեմ։ Я не сдаюсь, и сатана, я ничего тебе не отдам. Մի գաչակել քեզի չեմ թողել։ Ничего я тебе не оставлю. Ինչ որ ունեմ Տիրոջ սա փառավորելու։ Все, что я имею, будет прославлять Господа. Ինչ որ ինձանից հետո թողելու եմ Տիրոջն փառավորելու։ Все то, что я оставлю после меня, будет прославлять Господа. Ինչեւ որ դու չգաստես։ Пока не придешь ты, Господь. Ով սիրելի հայր, О, драгоценный Бог, մենք գալիս ենք քո առջև։ мы приходим к Тебе Ու խոնարհում ենք մեր սրտերը քո առջև։ и смиряемся перед Тобой сердцами нашими. Ու մենք հիմնվելով քո խոսքի վրա, И мы, опираясь на Твое Слово, ինչպես Պետրոս առաքյալը Սուրբ Հոգով հռչակեց, как апостол Павел провозгласил Духа Святым ասեց ապաշխարեցեք, и сказал, покайтесь, եւ ձեզանից ամեն մեկը թող մկրտվի Հիսուս Քրիստոսի անունով։ и каждый из вас пусть крестится во имя Иисуса Христа Մեղքերի թողության համար для прощения грехов. եւ Սուրբ Հոգու կարգեւը կընդունենք։ И примем дар Святого, Եվ դու ասեցիր, որտեղ ձեզ եւ ձեր որդկանց համար այս խոսունքը։ потому что Ты сказал, что эти обетования для вас и для ваших детей. Ու այժմ մենք կանգնած այստեղ, Տեր, И сейчас, стоя перед Тобой, մենք աղոթում ու խնդրում ենք քեզ, Տեր, мы молимся и просим Тебя, Господь, մեր երեխաների համար, для наших детей, մեր ամուսինների համար, для наших мужей,
մեր աղջիկների եւ տղաների համար, для наших сыновей и дочерей, մեր մեծերի համար, для наших старцов, ովքեր դեռ չեն դարձել եկել, которые пока не пришли к покаянию, ովքեր դեռ վերստին ծնունդ չեն ապրել։ которые не получили рождение свыше. Դե դու ասում ես այս խոստումները ձեր համար են։ Господь, Ты сказал, что все эти обетования для вас. Ու մենք հավատքով ընդունում ենք դա։ И мы с верой принимаем это. Եվ Հեսուի պես ասում ենք. И как Иисус с нами говорит, Ես եւ իմ տունը Տիրոջն եմ ծառայելու։ что я и мой дом будем служить Հիսուս Քրիստոսի անունով։ во имя Иисуса Христа. Ես եւ իմ տունը Տիրոջն եմ պաշտելու։ Я и мой дом будем прославлять Господа Христа. Ու ես երկինք եմ ժառանգելու։ И я наследую Царство Небесное. Եվ իմ երեխաները нույնպես։ И мои дети также. Եվ իմ ամուսինը նույնպես։ И также мой муж. Եվ իմ հայրն ու մայրը։ Мой отец и мама. Եվ իմ եղբայրներն ու քույրերը նույնպես։ И братья и сестры мои. Հիսուս Քրիստոսի անունով։ Во имя Иисуса Христа. Ու մենք ասում ենք քեզ. И мы говорим сейчас. Սատանա, Сатана, քեզ ոչինչ տալու բան չունենք։ ничего мы не имеем тебе отдать. Ինչ որ ունենք Տիրոջն է պատկանում։ Все, что мы имеем, принадлежит Господу Христу. Եվ Տիրոջն է ծառայելու։ И будет служить Господу Եվ Христу. Տիրոջն է փառավորելու։ И будет прославлять Иисуса Христа. Հիսուս Քրիստոսի նազովրեցու։ Во имя Иисуса Христа. Ամեն։ Аминь. Ողջերով լինի բոլորին։ Հալելույա։ Հարկ մեր Տիրոջը։